Սկզբում մարդիկ երկնքում ընդամենը մի փոքրիկ սև կետ նկատեցին։ Միայն այն ժամանակ, երբ մի աղջիկ հեռադիտակով նայեց, նրանք հասկացան, որ ես քայլում եմ ճոճվող ճոպանի վրայով, գետնից 500 մետր բարձրության վրա, ես ապահովագրական գոտի չէի կրում։ Այդ բարձրությունից ներքևում գտնվող աշխարհը մանրակերտ էր թվում։ Քամին քաշքշում էր տաբատս։ Սակայն ես մնում էի հանգիստ ու կենտրոնացած, ընկերս հուզված բացականչում էր, աղջիկն ուրիշներին կանչեց, որպեսզի նրանք ևս նայեն։ Վերջապես ես բարեհաջող հասա հյուսիսային աշտարակ, բայց տարօրինակ կերպով դեմքիս ուրախություն չկար։ Ապա ես մի ցնցող որոշում կայացրի հետ քայլել, այս անգամ ես քայլում էի ավելի արագ ու ավելի անկաշկանդ, անգամ սկսեցի հանդուգն շարժումներ անել, իջնելով մեկ ծնկիս վրա, դանդաղ բարձրացնելով ձեռքս, ողջունելով ճոպանին, զույգ աշտարակներին և երկնքին։ Մինչդեռ ոստիկանները բարձրացան տանիք և ձերբակալեցին ընկերոջս, բղավելով ինձ վրա, որ իջնեմ, երբ ես արդեն մոտենում էի մյուս կողմին, ես հանկարծակի շրջվեցի ու սկսեցի նորից հետ քայլել։ Նայելով ներքև, տեսա, որ հսկայական ամբոխ է հավաքվել։ Այդուհանդերձ, ես իջա ծնկի և խոնարհվեցի ներքևում հավաքված հանդիսատեսին։ Հյուսիսային աշտարակի մոտ ավելի շատ ոստիկաններ էին հավաքվել, բայց ես անվրդով էի։ Ես նույնիսկ պառկեցի ճոպանի վրա, լիովին թուլացած, կարծես միաձուլվել էի երկնքի հետ։ Ես հետևում էի, թե ինչպես են թռչունները սավառնում ամպերի մեջ, և մի պահ հիշեցի, թե որքան բարձր էի գտնվում, և որ ժամանակն է վերադառնալու։ Բայց հենց այդ պահին ճոպանը պահող փայտե կառույցը սկսեց ճաքել, պտուտակները թուլացան, ես երևացի ու քիչ մնաց ընկնեի։ Մի ուղղաթիռ հայտնվեց, ստիպելով ինձ իջնել ճոպանից, ոտքերս արյունահոսում էին օդում հավասարակշռությունը երկար պահելուց, իսկ քամին գնալով ուժեղանում էր։